Գոյամարտ սերիալը հիմա հասել է այն փուլին, որտեղ յուրաքանչյուր նոր սերիա ոչ միայն զարգացնում է պատմությունն, այլ ամբողջությամբ փոխում է հերոսների հարաբերությունները։ Եթե սկզբում ամեն ինչ թվում էր երկու ընտանիքների սովորական հակամարտություն, ապա հիմա արդեն ակնհայտ է, որ Գոյամարտը պատմություն է մարդկանց ներսի պատերազմների մասին։ Այստեղ բոլորը պայքարում են ոչ միայն միմյանց դեմ, այլ նաև սեփական ցավերի, մեղքերի, հիշողությունների ու վախերի դեմ։ Սերիալի ամենահզոր կողմերից մեկն այն է, որ այստեղ ոչ ոք ամբողջությամբ ճիշտ կամ սխալ չէ։ Էռնան վերջապես վերադարձել է Հունանի տուն։ Նա վերջապես հասկացավ, որ Ավոն այն չէ, ինչ ներկայանում է, եւ իր սերը բոլորովին էլ արժանի չէ այդ ամենին։ Բայց այն վերաբերմունքը, որ նա տեսնում է եղբոր տանը, բնականաբար խոցում է նրա սիրտը։ Իննան պատրաստ չէ ընդունել նրան այն ամենից հետո, ինչ նա արել է Հունանի հանդեպ։ Նա ասում է, որ Հունանին սիրում է ավելին, քան իրեն։ Էռնան այդպես էլ չի կարողանում ընդունել Մանանին, քանի որ հասկանում է, որ Մանանը նույնպես Սարգսյան է, իսկ դա նշանակում է, որ նա եկել է այդ տուն հատուկ նպատակներով։ Էռնան այլևս սիրուն չի հավատում, որ Մանանն այդտեղ հայտնվել է հանուն իր սիրո, եւ ճիշտ է անում, ինչքան էլ Մանանը թաքցնում է, միևնույն է, բոլորին էլ պարզ է, որ Մանանն այդտեղ է եկել, որպեսզի պաշտպանի իր ընտանիքը, ու հետագա սերիաներում դա ի ցույց է դրվելու։ Բայց հեռուստասերիալում ամենամեծ ու ամենամութ գիծը բնականաբար կապված է Հունանի անցյալի հետ։ Հունանը տարիներ շարունակ ներկայացվել է որպես ուժեղ, ազդեցիկ, ամեն ինչ վերահսկող մարդ։ Նրա խոսքն օրենք էր, նրա ներկայությունը վախ էր ներշնչում եւ թվում էր նա միշտ մի քանի քայլ առաջ է բոլորից, բայց հիմա առաջին անգամ այդ ամուր պատը ճաքեր է տալիս։ Հունանի ամենամեծ խնդիրն հիմա այն է, որ անցյալը վերադարձել է, եւ այդ անցյալը մարմին ունի Ավոյի տեսքով։ Ավոն սերիալի ամենաբարդ կերպարներից մեկն է։ Նա վերադարձավ ոչ միայն վրեժ լուծելու, այլ նաև իր ընտանիքի կործանված պատմությունը հասկանալու համար։ Նրա մեջ կա միաժամանակ շատ մեծ ցավ ու շատ մեծ մթություն։ Նա սիրում էր իր եղբորը, նա տարիներ շարունակ ապրել է այն մտքով, որ Հունանը խլել է իր ընտանիքը, եւ հիմա նա պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի Հունանն էլ զգա նույն ցավը, բայց հենց այստեղ է Ավոյի ողբերգությունը։ Վրեժը նրան կամաց դարձրել է նույնքան վտանգավոր, որքան Հունանը։ Վերջին տեսարանները, որտեղ նա գրեթե խեղդում է Էռնային, դրա ամենաուժեղ ապացույցն էին։ Էռնան ոչ միայն ֆիզիկապես, այլ նաև հոգեպես շատ ծանր վիճակում է։ Նրա ամբողջ աշխարհը փլվել է։ Բայց այս սերիայում ամենահետաքրքիրն այն է, որ Ավոն հանդիպում է Վովային, ով իր եղբոր որդին է, այն երեխան, ում պետք է տարիներ առաջ նա օգներ եւ իհարկե բերեր ու հասցներ իր ընտանիքին, բայց այդպես էլ այդ ամենը տեղի չունեցավ։ Ինչու չգնաց Ավոն երեխայի հետևից, ինչ արեց այն փողերը, որը Հունանը Ռաֆի մահից հետո տվել էր Ավոյին։ Շատ հետաքրքիր բացահայտումներ են սպասվում եւ իհարկե շատ անակնկալներ հենց հեռուստադիտողների համար։ Լեոն էլ այս պահին ապրում է իր կյանքի ամենաբարդ փուլերից մեկը։ Նա արտաքինից միշտ ուժեղ է երևացել, կռվող, չվախեցող ընտանիքի համար ամեն ինչ անող մարդ, բայց իրականում Լեոն շատ զգայուն է հատկապես սիրո ու ընտանիքի հարցերում։ Նրա ամենամեծ ցավերից մեկը հիմա կապված է Լեայի հետ, քանի որ նա պարզեց, որ մատանին, հայրը, Հունանը կորցրել է։ Նա զայրացած գնում է Հունանի մոտ ու ասում այն, ինչ մտածում է, բայց Հունանը հեշտ հանձնվողներից չէ ու նա ասում է, եթե անգամ սպանի, միևնույն է ամեն ինչ անելու է, որպեսզի իր դուստրը հեռու մնա Լեոյից։ Շատ հնարավոր է, որ առաջիկա սերիաներում նրանց հարաբերությունները նոր փորձության առաջ կանգնեն, հատկապես հիմա, երբ Հունանն ավելի ագրեսիվ է դարձել։ Նա կորցնում է վերահսկողությունն իր ընտանիքի վրա, Իննան արդեն հակադրվում է նրան, Լեան հեռանում հոգեպես, Գրիշոն այլևս ամբողջությամբ չի ենթարկվում եւ հենց այդ պատճառով Հունանը կդառնա ավելի վտանգավոր։ Շատ կարևոր գիծ է նաեւ Մանանի պատմությունը։ Մանանը հիմա կարծես երկու աշխարհների միջև մնացած մարդ լինի։ Մի կողմից իր ընտանիքն է, եղբայրները, Դավիթ պապը, ամբողջ անցյալը, մյուս կողմից Գրիշոն իսկապես սիրում է իրեն։ Գրիշոյի զգացմունքները կեղծ չեն, նա պատրաստ է ամեն ինչի Մանանի համար, բայց նրանց հարաբերության վրա չափազանց ծանր ստվեր կա։ Հունանի ընտանիքն ու Սարգսյանների ընտանիքը կապված են
արյան, մահերի ու վրեժի պատմություններով, և հենց դա է նրանց սերը դարձնում գրեթե անհնար, բայց Մանանը շատ խելացի կերպար է, շատ հեռուստադիտողներ կարծում են, որ նա Հունանի տուն է գնացել ոչ միայն սիրո պատճառով, այլ նաև իր ընտանիքը պաշտպանելու համար, իսկ եթե ցանկանում եք առաջինն իմանալ, թե ինչ է սպասվում առաջիկա սերիաներում, ով է կորցնելու և ով հաղթելու Սարգսյանների թե Մակունցների ընտանիքը, ապա միացեք մեր ալիքին: